Վերնաշեն գյուղն է ձեր կադրերում։ Տիկին Մանուշակ, դու պետք է ապրել այնպես Յակուցիա Տիկին Մանուշակին, այդ որ հանկարծ ու հանկարծ մի օր չհասնենք նույն օրին։ Սկսեմ թվարկել անունները, մեկը չի։ Որդին Նաիդը, չէ, այսքան հեռու մի գնացեք։ Դուստերը Սիլվան, դու ինձ ես նկարում ախպերես։ Քույրիկը Սուսաննան, նես կնկարես կադրում չերևան։ Որոշել են անակնկալ անեն մեկ։ Գնացինք, ես էլ ծաղկամ լրիվ։ Ընկերներ, հիմա մենք գտնվում ենք մի շատ գեղեցիկ գյուղում, որը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Վերնաշեն գյուղն է ձեր կադրերում, ընկերներ, բարեկարգ իրավիճակ է Վերնաշենում։ Ասֆալտը շատ գեղեցիկ է, գեղեցիկ ուզորներով ասֆալտ ունենք մենք, ընկերներ։ Այս ասֆալտի վրայով անցնելիս կարող է ստեղծագործել անընդհատ։ Կամա թե ակամա ստեղծագործում ես։ Երբ որ հասնում ես այս ոչ ասֆալտ տեղերը, այսենց, ահա։ Մի խոսքով հրաշալի գյուղ է այս գյուղը եւ այս գյուղում նույնպես կա համաշխարհային պատերազմին նվիրված գեղեցիկ հուշարձան, որը ի տարբերություն մնացած գյուղերի ունի իր ուրույն ձևը, բլրի վրա գեղեցիկ տոնածառներով, եղևնիներով զարդարված բլուրի վրա է գտնվում հուշարձանը եւ այն շատ գեղեցիկ է։ Եվ միշտ հիշեցնում եմ մեզ, որ պետք է ապրել այնպես, որ հանկարծ ու հանկարծ մի օր չհասնենք նույն օրին։ Այս գյուղը նույնպես շատ ու շատ հերոսներ է տվել համաշխարհային պատերազմին եւ չկա Հայաստանում մի գյուղ, որ տված չլինի։ Եվ այսօրվա մեր այս գյուղ գալու պատճառն է, Վերնաշեն գյուղ գալու պատճառն է այն, որ դուստերը, չէ, որդին Նաիդը, դուստերը Սիլվան Եվ իհարկե Հոբելյարի քույրիկը Սուսաննան որոշել են անակնկալ անեն մեր Տիկին Մանուշակին։ Այսօր նրա ծննդյան օրն է եւ մենք գնում ենք բարձր տրամադրությամբ շնորհավորենք նրա ծննդյան օրը։ Եվ այս գյուղով անցնելիս շատ հաճախ կարող ես հանդիպել այսպես կտրած ասֆալտ, առանցնել հին ասֆալտի վրա այսպես կտրտել են ու մի տեսակ ավելի անհարմար բան են սարքել, մեքենաջարդող ճանապարհ է դարձել։ Ժամանակին այս ճանապարհը շատ լավն էր։ Համեմատած մնացած գյուղերի ճանապարհների ամենալավերից էր։ Հիմա կասեք, որտից այսքան բան գիտես։ Բանն այն ընկերներ, որ սա իմ գյուղն է հարազատ։ Եվ այն ես շատ եմ սիրում։ Հարգում եմ այս գյուղը։ Ես այստեղ եմ ծնվել մեծացել, ընկերներ։ Տեսեք, վերևում Պրոշաբերդն է երևում։ Վերևում Պրոշաբերդն է երևում, որտեղ մենք գնալու ենք անպայման, իսկ հիմա անցնենք լատոկների մեջով։ Իմ հարազատ ծննդավայրն է Վերնաշենը։ Այստեղով ես գնում Սպիտակավոր եկեղեցի, շատ ու շատ մարդիկ այստեղով գալիս եւ արշավ են կազմակերպում դեպի Սպիտակավոր եկեղեցի, որտեղ ամփոփված է մեր հերոս զորաբար Նժդեհի գերեզմանը։ Ով չգիտեր, եկեք անպայման գնացեք տեսեք։ Իսկ եթե չեք գա, ես մի օր անպայման որոշել եմ հատուկ իմ հետևորդների համար արշավ կազմակերպեմ, գնանք եւ նկարենք ամբողջ գեղեցկությունը իմ գյուղի։ Իսկ հիմա ընկանք խոսակցությունով եկամ հասամ արդեն հասցե։ Եկա հասա հասցե։ Եկա հասա հասցե։ Առանց մայերի։ Դե ես բան եմ ախպեր, դե հիմա բարբար ունեմ, մի քիչ բարբարիս տարերը պետք է ներկա լինեն իմ խոսքի մեջ, թե չէ։ Ոչինչ, այդպես էլ կլինի։ Ինձ մի անգամ խորհուրդ են տվել, որ մայերը չօգտագործեմ։ Ահա տեսեք ինչ գեղեցիկ դրախտային անկյունն է, ընկերներ։ Եվ հիմա մենք գտնվում ենք միտեղ, որ ձախ կողմի գտնվող օջախում հերոս ունենք Հայկ Ստեփանյանը։ Հայկ Հրաչյայի Ստեփանյան ծնվել է 1995 թվականին։ 2019 թվականին անցել է զինվորական ծառայության Մարտակերտում։ Պատերազմի օրերին կռիվ է մղել թշնամու դեմ Մեխակավանում եւ օրեր անց վիրավորվել ճարտարի մատույցներում։ Կյանքը տվել է հանուն հայրենիքի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Ով նույնպես կյանքը չխնայեց հանուն հայրենիքի 44-օրյա պատերազմին։ Հիմա մենք եկել ենք հենց Հայկի բարեկամի պապիկի եղբոր կնոջ ծնունդն ենք շնորհավորում։ Եղբոր կնոջ, ճիշտ ասեմ, չէ՞։ Գնանք ու սկսենք գեղեցիկ առիթ ընկերներ։ Ամեն ինչ ուղղակի հիանալի է լինելու։ Մենք վերել ենք գեղեցկագույն ծաղիկներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կարող եք ակետանք շնորհավորենք։
Գալիս եք այդտեղ շնորհավորենք։ Հա։ Չէ, մեր հետևից կգաք չենք նկարի։ Մեր հերոսի մայրն է, Հայկի մայրը։ Տիկին Արմինեն։ Իրար հետ գնանք թող հնարավորինս մի քիչ ուրախանա։ Ինչ դեղցնա, չէ՞, սենց բանել է։ Հարգանքներս։ Տիկին Մանուշակ, դուք արդեն մեզ նկատել եք։ Օրորոցում աչքեմ բացել, առաջին բառը մայր եմ ասել, Աստված ամոր ջերմ ժպիտով։ Կարող եք այս բնության մեջ եմ ուզում ձեզ շնորհավորել։ Եկեք, այսօր չէ որ հիանալի ուրախոր, եկեք այս sense ֆոնին կանգնեք, ես շատ եմ ուզում որ այդ sense լինի ձեր ծննդյանորը։ Ուզում ենք ձեզ, չէ, այսքան հեռու մի գնացեք։ Լավ է։ Շնորհավորում եք։ Դե վերջ այսքան էլի չանենք, արդեն հասանք այս գեղեցիկ բնության մեջ։ Ես Յակուտիա։ Շատ եմ սիրում քեզ։ Դե արդեն մոտավոր գիտեք, չէ՞, ում սերն է բերե հասցրել ձեր մոտ։ Գիտեմ, հա։ Սկսեմ թվարկել անները, մեկը չի։ Առաջինը կասեմ Նաիր է ձեր որդին, ձեզ շատ է սիրում, առողջ լինեք, լավ լինեք։ Չեք որ մնացածն էլ ասեմ, բայց երազանք պայք կատարվելու անպայման։ Որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չունի սահման, տարիներն են կյանքդ մաշել, երկերով են վերքդ բուժել։ Այստեղ երեխաները ստեղ չեն։ Հիմա երեխաները եկել են, հիմա երեխաները ձեր կողքին են, հա, հենց դրա համար ենք եկել։ Այս քաղցրությունը տանք ձեզ, այստեղ գրված է աշխարհի ամենալավ մայրիկին։ Միշտ լավ լինեք, առողջ լինեք։ Ոչինչ որ այստեղ չեն, կգան։ Որ ստենց լավ մազաներ եք անում, սուրպրիզներ եք անում։ Էս է ձեզ։ Որ բաբախի որ ցուցամքի մայր սերդ արել է ջեր։ Այս անակնկալին բացի Սիլվան եւ Նաիրը միացել են նաեւ ձեր քույրիկը Սուսանան։ Հետո իրան ցույց կտակ որ արել եք։ Հենց այս քույրիկն որ գնացել են դեղ ասում են Ստեփան Մարգարյանին ինչքան ասում Ստեփան Մարգարյանը մեր գյուղից է։ Մեր գյուղից է, մեր գյուղն է, էլի։ Մեր գյուղն է։ Մեր գյուղի։ Էս ձեր տան կա ծաղիկներն են, կակաշները։ Հա թողան կգանք հենց ստել խորոված կանենք։ Աչի։ Պաչի։ Պաչ մենք։ Բայ իմ սիրած բաննա պաչելը ոչինչ։ Դե ձեզ լավոր։ Չէ, գնում ենք հիմա, հա, հելում եմ տունի ուրիշն եմ, երեխուս վերցեմ տանը մազ կտրելու։ Չէ։ Դու ինձ ես նկարում աղբերես, ես ընես կնկարես կադրում չերևամ։ Հա։ Հա, Յակուտիա, լսի, հարգելի Յակուտիայի մեր հայրենակիցներ, հանձինս Տիկին Սուսաննա, բարև ձեզ։ Լավ մնացեք, եկեք իրար հետ խորոված անենք, ստե ուտենք։ Խորոված կանենք, հա։ Տեսեք ինչ սիրուն է։ Ծաղկել է բնությունը մանավանդ Վերնաշենում։ Գնացինք, ես էլ ծաղկամ լրի։ Քո սիրո ճանապարհով թող քո սիրտը միշտ լինի լի ամենաջերմ սիրով